Ողջույն սիրելիներս, շարունակում ենք մաթեմատիկայի դասապատրաստման աշխատանքները։ Այսօր աշխատելու ենք H56-ի առաջադրանքների շուրջ, կրկնելու ենք 11-ից 20 թվերը։ Սկզբում կատարում ենք բանավոր առաջադրանքները։ Երեխաների հետ միասին հաշվում ենք 11-ից 20 թվերը։ Սկզբում աճման կարգով, հետո նվազման կարգով։ Հետո կատարում ենք առաջադրանք 4-ը, լրացնում ենք աղյուսակը օգտվելով բանալի թվերից։ Նայում ենք գումարելի, գումարելի, գումար։ Եթե գումարելիները հայտնի են, միանգամից կատարում ենք գումարման գործողությունը եւ գտնում գումարը։ Իսկ եթե գումարը հայտնի է, իսկ գումարելիներից որևէ մեկը անհայտ, այդ դեպքում մտածում ենք ինչ թիվ տեղադրենք, որ ստանանք ճիշտ հավասարություն։ 2-ին գումարած 10-ը հավասար է 12-ի։ Գտնենք 4-ին ինչ պիտի գումարենք, որ դառնա 14, 1 տասնյակ, 4 միավոր, 4 միավորն ունենք, ուրեմն պիտի գումարենք 1 տասնյակ, տեղադրում ենք 10 թիվը։ 10-ին պիտի գումարենք այնպիսի մի թիվ, որ գումարը լինի 16։ 1 տասնյակը կա, գտնում ենք միավորը 6 է։ Ուրեմն 10-ին գումարած 6 հավասար է 16-ին։ Առաջի գումարելին անհայտ է, երկրորդը 3 է, գումարը 6, որ թվին պիտի գումարենք 3-ը, որ ստանանք 6։ 2-ին գումարած 3-ը 6-ի հավասար չէ, փորձում ենք 3-ը, 3-ին գումարած 3 հավասար է 6-ի, փնտրվող թիվը 3-ն է, 4-ին գումարած 4 հավասար է 8-ի, բանալի թվերի մեջ 8-ն էլ ենք ջնջում, և 10-ին պիտի գումարենք այնպիսի մի թիվ, որ ստանանք 12, 1 տասնյակ, 2 միավոր, 1 տասնյակն արդեն ունենք, մեզ պակասում է 2 միավորը, տեղադրում ենք 2-ը և ստանում 10-ին գումարած 2 հավասար է 12։ Եվ տրամաբանական առաջադրանք տրված պատկերներով պետք է ստանալ 3 հավասար քառակուսիներ։ Բոլոր քառակուսիները պիտի լինեն համաչափ, տեսեք։ Եթե մեկին ավելացնենք 3-ը, կստանանք 1 քառակուսի, այսինքն 1-ն ու 3-ը միասին են զույգ կազմում։ Փորձում ենք 2-ը, նայում ենք 2-ին, հասկանում ենք, որ եթե 2-ը տեղադրենք 5-ի մեջ, ապա նույնպես համաչափ քառակուսի կստանանք։ 2-ը և 5-ը։ Մնացին 4-ը և 6-ը, փորձում ենք 4-ը բերել, տեղադրել 6-ի մեջ, տեսնում ենք, որ ստացվեց քառակուսին, ուրեմն 4-ը և 6-ն էլ միացնում ենք իրար, զույգերը արդեն գտնված են։ Այժմ գրավոր առաջադրանքներն ենք կատարում, առաջադրանք 2-ը, օգտվելով նկարից վերականգնելու ենք հավասարությունները, տեսնում ենք 1 տասնյակ, գումարած 1 միավոր հավասար է 11-ի, ամեն անգամ կրկնում ենք տասնյակ միավոր հասկացությունները։ Հաջորդը 1 տասնյակին գումարած է 2 միավոր, ստացվում է 12, հաջորդը 1 տասնյակ 3 միավոր, 10-ին գումարած 3 հավասար է 13, 1 տասնյակին գումարում ենք 4 միավոր և ստանում ենք 14, 1 տասնյակին պիտի գումարենք 5 միավոր, որպեսզի ստանանք 15, եթե անգամ երեխաները չհաշվեն միավորների քանակը, արդեն թվի գրության մեջ միավորի թվանշանը ցույց է տալիս, թե որքան պիտի գումարենք 1 տասնյակին, 1 տասնյակին ավելացրած 6 միավոր հավասար է 16-ի, 1 տասնյակին ավելացրած միավորին ենք նայում, 7 միավոր հավասար է 17-ի, 10-ին ավելացրած 8 հավասար է 18-ի, 10-ին ավելացրած 9 հավասար է 19-ի և նայում ենք 2-ն էլ տասնյակին, 10-ին ավելացրած 10-ը հավասար է 20, 1 տասնյակին գումարած 1 տասնյակ հավասար է 2 տասնյակի։ Եվ լուծում ենք խնդիր 3-ը, այգում կա 10 ծիրանենի և 5-ով ավելի դեղցենի, քանի դեղցենի կա այգում։ Վերլուծում ենք խնդիրը հիշելով խնդրի փաղադրիչները։ Խնդրի փաղադրիչներն են պայմանը, պահանջը, լուծումը, պատասխանը։ Հարցնում ենք, որն է խնդրի պայմանը։ Ինչ է հայտնի խնդրից։
Այգում կան ծիրանենիներ, բանալի բառերն են, և դեղցենիներ։ Ծիրանենիները 10 ծառ են, դեղցենիները չգիտենք քանի ծառ են, դնում ենք հարցական նշանը։ Չգիտենք քանի ծառ, բայց գիտենք, որ 5-ով դեղցենիները ավելի են ծիրանենիներից, ավելի բառը արդեն երեխաներին գլխի է գցում, թե խոսքը ինչի մասին է, որ թիվը պետք է մեծանա։ Պայմանը որն էր խնդրի, որ այգում աճել է 10 ծիրանենի և 5-ով ավելի դեղցենի։ Պահանջը որն է, քանի դեղցենի կա այգում։ Այժմ գրում ենք խնդրի հաջորդ բաղադրիչը, լուծումը։ Հարցնում ենք երեխաներ, դեղցենիներն էին շատ թե ծիրանենիները։ Դեղցենիները քանիսով էին ավելի, 5-ով, որպեսզի իմանանք դեղցենիների թիվը, ինչ գործողություն պիտի կատարենք։ Ծիրանենիների թվին 10-ին պիտի գումարենք 5-ը, որպեսզի իմանանք դեղցենիների քանակը։ 1 տասնյակին գումարած 5 միավոր հավասար է 15։ Փակագծում գրում ենք դեղցենի կրճատ։ Եվ լուծումը գրելուց հետո խնդրի վերջին բաղադրիչն ենք գրում, պատասխան 15 դեղցենի։ Այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։